Քանի որ խոսում ենք Տեր-Պետրոսյանի этаպի մասին, ձեր գնահատականը Տեր-Պետրոսյանը պետական գործիչ էր։ Այո։ Առավելություններ ու թերացումներ կառավարման շրջանի, ինչ չստացվեց իր մոտ։ Լուրջ հարց է։ Տեսեք, Պետրոսյանը լուրջ ծանրակշիռ պետական գործիչ, երկիր ղեկավարող։ Ասում եմ այո։ Անվերապայմ ասում այո։ Ես ներկա եմ եղել, թե ինչպիսի հարգանք եւ ինչպիսի հեղինակություններ վայելում ինքը, ապա բոլոր ղեկավարների մոտ։ Բոլոր ընդգծում եմ Ելցինից, Նազարբաևից, Կարիմովից, բոլորի։ Սապար-Մուրադ Նիազը խոսքը բոլորի նկատմամբ, բոլորի մոտ։ Սա ակնհայտ ճշմարտություն է։ Տեր-Պետրոսյանը մեծ հեղինակություններ նաև եվրոպական եւ Միացյալ Ամերիկյան հատվածում։ Ես կարող եմ մի րոպե անգամ կարող չկասկածել։ Ինքս եմ ականատես եղել։ Իսկ պետության ղեկավարի համար նման հեղինակությունը, հավատացնում ձեզ, լուրջ կապիտալ է։ Լուրջ լրջագույն ես կասեի նույնիսկ։ Կարծում եմ, ես գոնե չեմ հանդիպել այն իր մեկնաբանությանը, որ Տեր-Պետրոսյանին հաջողվեց Հայաստանը ներկայացնել որպես հետխորհրդային տարածքի ժողովրդավարության կղզյակ եւ Ղարաբաղյան պատերազմը հրամցնել որպես այդ նոր ոտքի կանգնող ժողովրդավարությանը ոչնչացնելու միտված փորձ։ Սա շատ էական նշանակություն ուներ։ Սա վարչապետների խոսքը բավարար չէր դրա համար։ Հասկանում եք։ Տեր-Պետրոսյանը բավականին լուրջ հեղինակություն ուներ այս ամենը ներկայացնել եւ վստահում էին։ Այլապես այն աջակցությունը, որ երբեմն մենք ստանում ենք ռուսական ռազմական կառույցների կողմից, արևմուտքը չէր հանդուրժի։ Հասկանում եք, նրանք համոզված էին, որ իրականում Ղարաբաղյան պատերազմը դա նախ եւ առաջ ոչնչացնելու է այն դեռևս սաղմնային վիճակում հայտնված ժողովրդավարությունը այդ խորհրդային տարածքի միակ իդեպ, եթե Բալթյան երկրներին հանենք։ Որտեղ միակ պետությունն էր, որտեղ իշխանության եկան նոր ուժերը։ Բոլոր մնացած հանրապետություններում իշխանության նախկին կուսակցական նոմենկլատուրան էր։ Տեր-Պետրոսյանի իշխանությունը միակն էր, այդ կրկնում եմ, եթե Բալթյան երկրներին հանենք, հաշվի չառնանք, հետխորհրդային տարածքի միակ հանրապետությունն էր, որտեղ իշխանության եկել էին նոր ժողովրդավարական թեզերով, լոզունգներով, այդ արժեհամակարգի մասին խոսացող լիդերներով։ Սա ակնհայտ էր, որտեղ մենք սայթակեցինք։ Ես չեմ ասում, որտեղ Տեր-Պետրոսյանը սայթակեց։ Մենք սայթակեցինք, բոլորս։ Իմ կարծիքով կարող է պատահին սխալ հասկանամ։ Ես կարծում եմ, առաջին մեծ սայթակում եղավ տնտեսական բարեփոխումների այն կոնցեպտը ընդունելով, որը հրամցվում էր հետխորհրդային բոլոր երկրներին Վաշինգտոնյան կոնսենսուսի անվան տակ։ Այսինքն դա մի կոնցեպտ էր, որը իրական հիմնական նպատակը այնքան ժողովրդավարությունը հաստատելը չէր, որքան կամ ավելի շուտ այսպես ասենք, շուկայական տնտեսության անցնելու գնալու ճանապարհով փորձել հասնել հանրային կյանքի ժողովրդավարացման։ Թվում է շատ այսպես ազնիվ, ազնվաբարո նպատակ էր հետապնդում այդ կոնցեպտը, Վաշինգտոնյան կոնսենսուսը։ Դա իդեպ ընդունվել էր 87 թվականին, մշակվել էր բրիտանական փորձագիտական հայտնի հանրույթի կողմից, հայտնի հանրույթի կողմից, բայց նպատակը հետխորհրդային տարածքի հանրապետությունները չէին։ Դա հիմնական ընդունվել էր Լատինական Ամերիկա երկրների վրա ազդելու համար։ Բայց շատ հարմար ստացվեց հետխորհրդային երկրների համար։ Իմաստը ո՞րն էր։ Իմաստը կանում է հետևյալում։ Ստեղծենք արտադրության հողի եւ արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր սեփականության ինստիտուտը,
ապա շուկան ինքնըստինքյան կկայանա։ Ես ասում եմ, այս բան չէր կարող լինել։ Ես հիմա այլ եմ այդ կարծիքին։ Եվ հետագա զարգացումը ցույց տվեց, որ ես ճիշտ եմ, որովհետև շուկան իդեպ Գևորգ, եթե դիտենք որպես տնտեսական մոդել, ամենասոցիալականն է։ Գիտեք ինչու՞։ Որտեղ գոյություն ունեցող երբևէ տնտեսական մոդելներից միակն է, որը կողմնորոշված է անհատի կարիքները բավարարելուն։ Պահանջարկը ձևավորում է առաջարկ։ Դա ամենասոցիալական համակարգն էր։ Հիմա էլ է այդ ամենասոցիալական համակարգը, բայց շուկան ունի լուրջ խնդրեմ։ Շուկայի չկայացած շուկայի իմաստը, որ չունի ինստիտուտներ։ Հարաբես եմ ասում։ Ես նույնիսկ ամենակայացած շուկաները էլ այդ խնդիրներն ունեն։ Հիմա ես կասեմ ինչի նկատմամբ։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ շուկայական տնտեսության մեջ առանցքային դերակատարը դա անհատն է, նախաձեռնողը, որը հետապնդում է բացառապես սեփական շահերը, շահույթ։ Սա շատ բնական է, այսինքն շահույթն է այն խթանը, որ որևէ մեկին ստիպում է պահանջարկին առաջարկել ճուր առաջարկով։ Սա շատ բնական է։ Բայց սա ամենակարևորը հենց այն է, որ այդ շահույթի հետապնդելը առաջացնում է շատ բնական ձգտում, փորձել օգտագործել իշխանական հնարավորությունները բոլոր հնարավոր մրցակիցներին խաղից դուրս բերել, որպեսզի մնաս դու միայն։ Սա մոնոպոլիայի տանող, տնտեսական մոնոպոլիայի տանող ճանապարհն է։ Այսինքն եթե դու բացում ես քո տնտեսությունը, չունես կապիտալ ու պայս։ Ինստիտուցիոնալ այնպիսի նախադրյալներ, որպեսզի այդ շահույթը դառնա ազատ մրցակցության ընթացքում ձևավորվող կապիտալ գալիս ու առնում քո տնտեսությունը։ Ավելին, եթե դու ըստ էության գնա գոյացումը չես ապահովում քո պետության մեջ առաջարկի եւ պահանջարկի ման վրա, այլ ինչ որ մեկը օգտվելով միայնակ այդ ծառայությունը մատուցելու իր քվազի կարողություններից հնարավորություն, որտեղ իշխանության սերտաճած չէ, այսինքն իշխանության տանիքն է օգտագործում, ապա այդ դեպքում նա քեզ գինի պարտադրում, էլ քեզ համար ինչ տարբերություն է գինը պետությունն է պարտադրում, թե ինչ որ մի հատ այսինքն ազատականության մենք պատրաստ չէինք։ Ապրես, հետևաբար մեր նպատակը հենց դա էր։ Մենք գնացինք համապատրաստից, այդ տրվեցինք այդ եւ արդյունքում մենք ինչ ունեցանք։ Չկար շուկայի դիմադրողական մեխանիզմները։ Բացի այդ, տեսեք Գևորգ, արդյունքում մենք հասանք իբր թե գնում էինք սոցիալապես շատ արդարացված ճանապարհներով, վաուչերների միջոցով հանրային սեփականության արդարացի վերաբաշխման կամ բաշխման ճանապարհով, բայց արդյունքում վաուչերները որտեղ բոլորը ունեին այդ իրավունքը, այդ հնարավորությունը, բայց այդ գիտեք մի հատ բան կար, խորհրդային տարիների մի հատ անեկդոտ կա, հիշեցի դրա համար եմ ուզում ասեմ։ Ուրեմն 77 թվականին երբ որ խորհրդային սահմանադրություն ընդունվեց, Ժամանակ տարածվեց այդ անեկդոտը։ Հрьяան մտնում է KGB, ասում է, այ դուք բոլորը վերջերս մենք ընդունեցինք սահմանադրությունը, ճիշտ է, հա։ Ասում է, ըստ այդ սահմանադրության ես իրավունք ունեմ ազատ ցույցերի միտինգներ, ասում է, իհարկե ունեք։ Ես ազատ խոսքի իրավունք ունեմ, ասում է, իրավունք իհարկե ունեք, ասում է։ Ես կարող եմ, ոչ չեք կարող։ Այսինքն իրավունք ունենալն ուրիշ բան է, այդ իրավունքը իրացնելը բոլորին այլ բան է։ Եվ արդյունքում այս էր, որ դա նոր եկող նոր իշխանության, նոր ուժերի համար փորձակար էր։ Իրանք այդ գաթողությանը չդիմացան։ Արդյունքում այդ սեփական աշտման գործընթացը վերածվեց իշխանության մերձակա շրջանակների նոր կարողությունների ձևավորման, այսինքն մարդիկ ձեռք են բերում սեփականություն, գույք ունեցված, երբեմն չունենալով այդ գույք ունեցվածքը արդյունավետ կառավարելու տարրական գիտելիքների փորձառություն։ Բայց այդ գույքը, որպես տնտեսական իշխանություն գործիք հնարավորություն պահելու համար, իրան պետք է տանիք, քաղաքական աջակցություն։ Այստեղ մենք սայթակեցինք։ Արդյունքում Աստիճանաբար իշխանությունը սկսեց դիտարկվել սեփական տնտեսական խնդիրներ լուծելու ամենահարմար եւ կարճ ճանապարհը։ Այստեղ մենք տանուլ տվեցինք։ Այստեղ ահա թե ինչու 95 թվականի ընտրությունները այլևս այն ընտրությունները չեն, որոնք որ կարող են վստահություն ներշնչել ոչ միայն հանրության, որ թվականի 95 թվականի երկրորդ ընտրությունները, Տեր-Պետրոսյանի երկրորդ ընտրությունները։ Հա։
մենք 96 թվականի նախագահական ընտրությունները հենց 95 թվականի խորհրդարանական անարտարացի ժամանակաշրջաններ այսինքն այս ամենը իրենց թեպետ ես պետք է հանուն արդարության ասենք, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ այդուհանդերձ անկախ պետականության կայացման լրջագույն բարեփոխումներ են տեղի ունեցել։ Սահմանադրությունը, տեսեք, ես չեմ ասում պատերազմը հաղթեց, թողնենք դա մի կողմ, սահմանություն ենք ընդունել։ Մենք ձևավորեցինք պետական կառավարման նոր համակարգ, մարզպետարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, այդ հանցան օրենքներն ենք ընդունել, կենտրոնական բանկի մասին օրենք ենք ընդունել, այսինքն մենք բավականին շատ քայլեր ենք կատարել։ Այսինքն ինստիտուցիոնալ առումով, անկախ պետականության կայացման առումով բարեփոխումների տեսանկյունից արմատական փոփոխություններ են կատարվել, բայց արդյոք իշխանությունը իրավունք է, այլ ոչ թե պատասխանություն, այդ թեզը արմատացավ։ Այսինքն արդյոք դա չեզոքացվեց, կներեք, սխալ ասեց։ Ճիշտ է, իշխանություն դարձավ հնարավորություն։ Ես իշխանությունը մտաբար իրավունք ունեմ, ոչ թե պատասխանատու եմ, այլ իրավունք ունեմ։ Այստեղից էլ բոլոր մնացած այդ խեղումները ինստիտուցիոնալ, հասկանում եք։ Սա շատ լուրջ հարց է։ Լրջագույն բաց թողումներ, այսինքն այդքան արածի հետ միասին, այդ միայն իմ պատկերացմամբ տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության ворտեգրումը իդեպ բոլոր հանրապետություններն են դրա տակ հայտնվել։ Դա այդպես չի, որ Հայաստանը միակն էր։ Նույն Գայդար իշխանությունը, կառավարությունը Ելցինի ժամանակ, այդ նույն Միացյալ Նահանգները, այսինքն արևմուտքը այդ ճշմարտակ էր պահում։ Համաշխարհային բանկ, միջազգային ֆոնդը, IMF-ը, բոլորը այդ ճնշմարտակ էին պահում բոլորին։ Արդյոք հնարավոր կլիներ դիմագրավել այդ ճնշմանը։ Գիտեք, ես հրաժարական եմ հենց այդ պատճառով, այդ տարաձայնությունների պատճառով Տեր-Պետրոսյանի թիմի հետ, բայց երկար ժամանակ մտածում եմ, որ դժվար կլիներ։ Ամեն դեպքում օբյեկտիվ տարբերություններ, բայց փորձել պետք էր, որտեղ ոչ թե պետք էր խոսալ մենք դեմ ենք սեփականաշնորհմանը, այլ պետք էր պարզ ասել, որ մեր իրականության մեջ տնտեսական արդյունավետ որոշումներ կայացնելու ունակ խավ խորհրդային տարիներին չէր կարող օբյեկտիվորեն ձևավորել։